Նախ շնորհավորում եմ բանակի օրվա կապակցությամբ ձեր որդիները մեծ ներդրում են ունեցել նաև հայրենիքի պաշտպանության հարցում։ Ինչու որոշվեց հիշատակի օր սահմանել բանակի տոնից 1 օր առաջ, հա։ Շնորհավոր մեր տղեկի տոնը, այս բանակի տոնը իրանցն է։ Իսկ թե ինչու շնորհվեց չեմ կարող ասեմ, որովհետև եթե չեմ սխալվում, այսօր հունվարի 27-ը Հոլոկոստի օրն է, չէ՞, հարմարացել են այս վիրվածները։ Բայց մեկը մեր համար ամեն օրն էլ, իսկ իմ համար կոնկրետ սեպտեմբերի 27-ն է։ Սեպտեմբերի 27-ն է, այդ օրն է հիշատակի օրը։ Ոչ թե մենակ 44 օրը, ընդհանուր մեր տղեկի որ նահատակվեցին, որ իրենց կյանքը դրեցին հանուն հայրենիքի, հանուն մեր վաղվա օրվա համար։ Իսկ սրանք այդ ամեն ինչը պղծում են։ Ես չեմ ընդունում այդ օրը։ Ես այդ օրը եկել եմ ճիշտ այստեղ, բայց սովորական ամեն օրվա նման, ոնց որ ամեն օր պարտադիր այստեղ եմ եկել։ Նաև եկել եք, որ իրենք չմոտենան ձեր որդու շիրմաքարին, որտեվ իրանք առանց այդտեղ չեն մոտենում, իրանք գալիս են այնտեղ, որտեղից պետք է չի որ մոտենան։ Մենք այդ իրավունքը իրանց չենք տալիս, որ իրանք մոտենան մեր տղաների շիրիմներին, եւ ընդհանրապես, եթե իրանք ինչ որ մի քիչ խելք ունենային, բայց չունեն իրանք, պարզա, ընդհանրապես այստեղ պետքա ոտք չդնեին, գալիս են ինչը տեսնեն։ Իրանց արածը, որ այս մատաղ սերնդին բերեցին այստեղ, ու իրանք համար ասում են իրանք զոհվել են, որ մենք ապրենք, ով է ասել, որ մեր տղաները զոհվել են, որ դուք ապրեք։ Իրանք պետքա չապրեն։ Դա իմ ցանկությունն է, ես իրանց ընդհանրապես չեմ անիծում, ես ուղղակի ցանկությունն է, դա իմ հայտնում եմ։ Ես ուզում եմ թող ինքը լսի։ 100 տարի ինքը ապրելու է, 100 տարի, որ տեսնի ամեն ինչ։ Ինքը եթե շուտ գնա, չի տեսնելու։ Ոչ մի բան, բայց ինքը 100 տարի ապրելով տեսնելու է ամեն դաժանություն, ինչը որ մեզ է տվել։ Այն ինչը որ մեր երեխեքն են տեսնել, իր երեխեք ավելի բեթար է պետքա տեսնեն, ու ինքը պետքա նստի իր կնոջ հետ, այն կապիկի հետ, ու նայի։ Տարապի, այսօրով չեմ ուզում տենց բաներ ասեմ, բայց գիտեք արդեն բաներ կա, որ չի կարելի։ Չէ որ մենք ունենք աշխարհի ամենադաժան ցավը, տվել են իրանք դա մեզ, իրանք են արել, իրանք, իրա ձեռքով է եղել, իմ տղան իրա օրոք է գնացել, ինքն այս ամեն ինչի հրահրող է եղել, ինձ չի հետաքրում նախկին, ներկա, իրանք են արել եւ վերջ, ինքը պատասխան ունի տալու այս տղաներին, ինչի արեց այս ամեն ինչը։ Հայտնի հայտարարություն հիշում եք, չէ՞։ Լիներ առանց զոհերի։ Դրանից ինչ հետադարձում կարելի անել։ Ինչ էին արել այս երեխեքը, ինչ էին արել։ Չունեին մի փոքր տեղ այս աշխարհում, այս երկրում, որ իրանք էլ ապրեին։ Չէ՞ որ իրանք հələ լիքը բաներ ունեին անելու, պետք է ապրեին, արարեին, ստեղծեին, ընտանիք կազմեին։ Ոսկե սերունդ էր, որ համարեցին ավելորդ, կարելի էր այս երեխեքի հաշվին իրանց տակը լցել, իրանք հարստանալ, իրանք երկիրը տանեն թրքասման։ Այնքան բան կասելու, ախր չեք պատկերացնի։ Ուղղակի մի քիչ կուզեմ, որ այս մեր ժողովուրդը ուղեղներն աշխատացնեն, որ չի կարելի ապրել այսօրվա օրով, չի կարելի մտածել մենակ ստամոքսով, այլ մտածեք ձեր վաղվա օրվա համար, ձեր երեխեքի վաղվա օրվա համար, որ վաղը մեր նման ասենք sense չկանգնեք։ Հարաբերություններ են կարգավորում, ադրբեջանական Թող կարգավորեն, թող բերեն։ Ախր մենք դարերով այտենց էլ խելքի չեկանք, որ թուրքը չի կարա մեզ ընկեր ու բարեկամ լինի։ Միշտ ինչքան էլ մենք որ կարողացել ենք կանգնենք Թուրքի դեմ, հետո մենք նորից գնացեք ազել ենք Թուրքի առաջ, ախր վերջնանք այդ ամեն ինչը։ Չեն կարա, թուրքը մեզ բարեկամ չի կարա լինի։ Չի կարա։ Թուրքին թողես ոտերը դիզելով բարձրանա կհասնի, այստեղ կխեղդի արդեն։ Այդ ազգը։ Ինքը վաղուց է թուրքն ինձ չի։ Ինքը ասում է, հա ինչ անենք, ասեք թուրք, ասում ենք։ Չի վիրավորում, թող չվիրավորվի։ Թող չվիրավորվի, որտեվ միգուցե թուրքը Իրանից ավելի լավը լինի։ Դրա համար ինքը չի վիրավորվում, ինքը վիրավորվելու ունակ չի։ Իրա կեցվածքը, իրա պահվածքը, որ գալիս է, այդ թիկնազորը ինչի է բերում։
Դե տենց մաքուր ես, արի առանց ոչ մեկի, ինքդ մոտեցի ծնողներին, եթե տենց արդար մաքուր մարդ ես դու, ինչ ես վախենում։ Եռաբլուրը շրջապատում է այս դիպուկահարներով, ոստիկանական շքախմբերով, չգիտեմ, այդքան բերում ես որպես ինչ։ Իմ տղային ինքն է տարել, ինչի է տարել իմ տղային ինքը։ Եթե դա Ադրբեջան էր, ինչի է տարել իմ տղային։ Թող գա պատասխանը տա։ Կտա։ Իհարկե չի տալու։ Հայտարար մեր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այ տխմար։ Ու դրանից հետո ասնես այս ժամանակ հայրեն ասել, դու դավաճանանտ էր։ Ախր բառը վերանցը թանում ես գոնե տերեղի ասած այդ խոսքին։ Ու քո թիմի քո ոմակը, քո մոլախոտերը չեն իմանում քո ասած խոսքից հետո ոնց մաքրեն քո ասածները։ Եթե վերցնում ես, ասենք, այսօր ինչ արեց էդի։ Ասում են Հայաստանը խաղաղություն ա բերել, խաղաղություն ինչի աշուն ա բերել, բանակ վերացել ա, բոլոր ստրուկտուրաները վերացել ա, դուս այք է եկեղեցու դեմ արշավի։ Միակ բանը որ հզորացել ա ոստիկանական համակարգները, որ թիկունքը պայի։ Որ Եռաբլուր մտնի շքախմբը, որ գնա որ հայտարարում այս Կիրակի գնում ես եկեղեցին ոստիկանական համակարգով ա գնում, այտենց երկիր են պահում։ Ինքը քանդել է ամեն ինչը, բայց մեկ է, մեր տղաները ոնց կանգուն եղել են, իրանց ծնողներն էլ այդ այնց կանգուն մնալու են, ինքը հանկարծ չմտածի, որ կարող է ծնողները կոտրվեն կամ չգիտեմ, իր ուզածով ոնց որ իր կիններ ցանկություններ իր հայտնում, ասում էր չեմ ուզում այտենց, չի տեսնելու ինքը մեզ։ Չի տեսնելու կռացած։ Ես մեկը չեմ կռանալու։ Իմ 18 տարեկան երեխան մինչև վերջին շունչը կանգնել է։ Ոնց կարող է ես կռանամ, չգիտեմ, թուլանամ, ինձ նենց պահեմ, որ իմ երեխան վատը զգա, չի լինելու դա։ Միևնույնն է, մենք կանգուն մնալու ենք մեր տղաների նման, ոնց որ իրանք մնացել են կանգնած մինչև վերջի շունչը։ Ու մեկ է, մեր երեխեքը ճիշտ է, բանակ չկա հիմա, ջնջել է ինքը բանակը, բայց միևնույնն է, մեր տղաների տոնն է այսօր, իրանց տոնը շնորհավոր, իրանց կյանքը, չգիտեմ, տվել են, որ իրանց նման հիմարները շարունակեն նման ձևով իրանց պահեն։